Կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսի առնչությամբ քրեական գործը պետք է կարճվի, քանի որ ըստ փաստաբան Արմին Էֆանյանի քրեական հետապնդման առավելագույն երամսյա ժամկետն ավարտվել է ու գործը դատարան չի հասել։ Շատ կարճ ժամանակում իրենք պետք է որոշում կայացնեին այդ գործի ճակատագրի վերաբերյալ արհեստականորեն ժամանակը ձգելու համար քրեական հետապնդման ժամկետը կասեցվել էր։ Նախաքննական մարմինը գործը ավարտելու, դատարան ուղարկելու կամ կարճելու փոխարեն քրեական հետապնդումը մարտին կասեցրել է։ Ըստ փաստաբան Ֆանյանի այդպես են որոշել գործը ձգձգելու նպատակով։ Այս կասեցումը վերաբերում էր միջազգային հարցման ինչ որ պատասխան ստանալու անհրաժեշտությանը։ Իրենք էին ուղարկել։ Այո, մինչդեռ այս գործը ընդհանրապես միջազգային որևէ ոչ Ատյանի հետ էր կապված, ոչ արտերկրի հետ էր կապված, ոչ էլ կարող էր կապված լինել ընդհանրապես։ Ակնհայտ է, որ սա պարզապես պատրվակ էր, որպեսզի քրեական հետապնդման ժամկետները կասեցվեին եւ ժամանակ շահեին։ Պաշտպաններն այս որոշումը բողոքարկել էին ու հիմա դատարանը որոշել է, որ քննչականը հետապնդումը կասեցրել է անհիմն։ Եվ այդպիսով խախտվել են Նաթան, Հովնան ու Մակար սրբազանների իրավունքները։ Ազատության հետ զրույցում մանրամասնեց փաստաբան Արմին Էֆանյանը։ Խախտվել է ողջամիտ եւ օրենքով սահմանված ժամկետում քրեական հետապնդման հարցը լուծելու նրանց իրավունքը։ Փաստաբանի մեկնաբանմամբ դատարանի այս որոշումը 3 սրբազանի օգտին նշանակում է, որ պետք է կարճեն այս քրեական գործը։ Ֆանյանը հղում է անում քրեական դատավարության օրենսգրքին։ Ըստ քրեական դատավարության օրենսգրքի, եթե քրեական հետապնդման ժամկետները սպառվում են եւ այդ ընթացքում գործը չի ուղարկվում դատարան, արդարացման հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ Այսինքն այս պայմաններում մենք ունենք դատավարական հիմք այդ առնվազն 3 բարձրաստիճան հոգևորականի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Եթե մենք ֆիզիկապես համարենք, որ այդ ակտը ոչ իրավաչափ ակտ էր, գոյություն չունի օբյեկտիվ իրականության մեջ, հետևապես այդ ժամկետները սպառվել են։ Քննչականը, որ կաթողիկոսին ու եպիսկոպոսներին մեղադրում է դատարանի որոշումը չկատարելու համար, չի դադարեցրել քրեական հետապնդումը։ Արմին Էֆանյանի տեղեկություններով օրերս գործի քննությունը համարել է ավարտած ու ուղարկել գլխավոր դատախազություն, հաստատելու մեղադրանքը։ Նրանց նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, բայց այսօր տեղեկացանք, որ նախաքննական մարմինը որոշել է վաղը նախաքննության ավարտ հայտարարել եւ գործը ուղարկել դատարան։ Գլխավոր դատախազությունից չհաստատեցին, որ քննչականից ստացել են գործը, բայց ազատությանը հայտնեցին, որ առաջին ատյանի որոշումը բողոքարկելու են։ Մայրաթորի վերնախավի դեմ քրեական գործը հարուցվեց այս տարվա հունվարին, երբ դատարանը որոշեց, որ Մայրաթորի դեմ Փաշինյանի արշավին միացած Գևորգ Սրբազանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Հակականոնական որևէ գործողություն չեն արել։ Իսկ ովքեր որ ասում են հակականոն, թող մեկ փաստակ բերեն։ Նրան պաշտոնանկ էր արել վեհապարը։ Մայրաթորից հիմնավորում էին, որ դատարանի որոշումը եկեղեցու ներքին կյանքին հակասահմանադրական միջամտություն է։ Գևորգ Սարոյանին կաթողիկոսը ոչ միայն չվերականգնեց, այլ նաև կարգալույծ արեց։ Այս գործով մեղադրանք առաջադրեցին Գարեգին II-ին, Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ, Վահան սրբազաններին ու Տեր Մովսես քահանային, որ Գևորգ Սրբազանի կարգալույցության նիստի քարտուղարն էր եղել։ Նրանց արգելեցին բացակայել երկրից, ինչի հետևանքով տապալվեց Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսատ ժողովը։ Եկեղեցին լրացնել, վախեցնել, բռնաճնշումներ, ուրիշ ոչ մի բան։ Այս քրեական գործը հոգևորականները որակում էին եկեղեցու դեմ ճնշում, դեռ պարզ չէ, ինչ կորոշի գլխավոր դատախազությունը, կհաստատի բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը, թե լրացուցիչ քննություն կնշանակի։ Փաստաբանի տեղեկություններով գործն առաջիկայում պատրաստվում են ուղարկել դատարան։